Նեղություն, որ լինում է, որ մենք աճենք։ Սա մի հետաքրքիր նեղության տեսակ է։ Ով է հիշում Բոժոժի օրինակը։ Մի երեխա տեսնում է, որ թիթերը ուզում է արդեն դուրս գա, բայց ժամանակ է պետք է։ Ասում է օգնեմ խեղճին։ Վերցնում է, շատ արագ օգնում է, լավություն է անում իբր թե, եւ թիթերը դուրս է գալիս։ Ժամանակից շուտ։ Ուստի այդ նեղության մեջ չանցնելու պատճառով իր թևերը մնում են փոքր, իսկ մարմինը մեծ։ Իսկ այդպիսի թիթերը կարա թռնի։ Երբեք ոչ։ Ուստի պետք է թույլ տար, որ աճեր այդ թիթեռնիկը, աճեր զորանար, թևերը մեծանային ու կարողանար թռներ։ Նույնպես հավկիտի մեջ եղած ճուտիկը մի երեխա փորձում է օգնի 18-րդ օրն արդեն մի քիչ անց կա արդեն բացվել։ Փորձում է բացի 21-րդ օրը պետքա դուրս գա, բայց 18-րդ օրը լավություն է, 3 օր լավություն անես իրեն։ Դուրս է գալիս կտուցը դեռ չամրացած, էլ չի կարողանա կերակուր ուտի եւ դրա պատճառով կսատկի։ Բաներ կա, որ մեր համար են։ Հավատացեք, Սուրբ Հոգով եթե առաջնորդվես, նույնիսկ երբեմն կիմանաս, որ այս մարդուն լավություն անել պետք չի, որովհետև եթե լավություն ես անում, մնում աղքատության մեջ։ Հիմա չեմ ասում, որ դաժանանանք։ Սիրելիներ, մենք բարի մարդիկ պետք է լինենք, բայց եթե Աստված առաջնորդում, որ չանես, չորթե գրես, ոսկրանաս դրա մեջ մնաս։